Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում համայնքապատկերն է։ Ինչ է ապիթերապիան եւ ինչ է առաջարկում։ Այս մասին այսօր կզրուցենք բժիշկ ապիթերապևտ Ալմինե Նավասարդյանի հետ, ով աշխատում է Սևանի պոլիկլինիկայում։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Եվ այսպես հենց այդ հարցից սկսենք երևի, Ալմինե, ինչ է ապիթերապիան եւ ինչ է առաջարկում ապիթերապիան մեր պացիենտներին, հա, բուժառուներին, այսպես ասած։ Խնդրեմ։ Ապիթերապիան դա բնաբուժության հնագույն մեթոդ է, ապի մեղու թերապի բուժում։ Այն ամենը, ինչ հնարավոր է ստանալ փեթակից, կիրառում ենք բուժման եւ առողջության պահպանման նպատակով։ Այսինքն մեղվա բուժություն։ Մեղվա բուժություն։ Առաջարկում ենք բուժում մեղվի խայթերով եւ մեղվա մթերքներով։ Իսկ երբանից է առաջացել այս ոնց ասենք, կարելի ասել գիտություն կամ, չգիտեմ, ապիթերապիան, որ երբանից է առաջացել մարդկության մեջ, խնդրեմ։ Ապիթերապիայի մասին առաջին անգամ խոսել է Պետերբուրգի անտառտնտեսության պրոֆեսոր Լյուկոմսկին, ով հանդես է եկել 1864 թվականին, դեռ 1864 թվականին, 19-րդ դարի վերջին, հանդես է եկել մի զեկույցով, որ ապիթերապիան մեղվի թույնը հրաշալի բուժական միջոց է ռևմատիզմով եւ պոդագրայով հիվանդների բուժման համար եւ կոչ է արել բժիշկներին այն կիրառել որպես բուժման մեթոդ եւ լրջորեն հետաքրքրվել դրանով։ Դրանից տարիներ անց, 30 տարի անց, ռուս զինվորական բժիշկ Լյուբացկինը իր 20 տարվա հետազոտություններից հետո 1897 թվականին ներկայացրել է մի հոդված մեղվի թույնի բուժական հատկությունները։ Եվ այն կիրառել է ռևմատիզմով հիվանդների բուժման համար։ Այսինքն հրաշալի միջոց է հոդացավերի, արթրիտների բուժման համար։ Բայց ապիթերապիայի հայր համարվում է վիենացի բժիշկ Ֆիլիպ Տերչը։ Ֆիլիպ Տերչը տառապում էր ռևմատիզմով, լինելով բժիշկ, ինքը չի կարողանում իրեն օգնել բնականաբար եւ պատահական բուժվում է մեղուների խայթումից հետո միայն, երբ մեղուները հարձակվում են բժշկի վրա եւ դրանից հետո ինքը նկատում է, որ իր ցավերն անհետացել են կամ պակասել են։ Դրանից հետո լրջորեն սկսում է ուսումնասիրել մեղվի եւ մեղվամթերքի, մեղվի թույնի հատկություններով եւ հետեւում է Լյուկոմսկիի կոչին։ Այսինքն մեղվի թույնը ինքը լայնորեն կիրառում է ռևմատիզմի բուժման համար։ Որից տարիներ անց 1888 թվականին հանդես է գալիս մի հոդվածով, որտեղ ներկայացնում է իր 173 հիվանդներին, որոնք բուժվել են ռևմատիզմից եւ բուժվել են մեղվի խայթերով։ Մենք մինչև անգամ ունենք մայիսի 20 մեղուների համաշխարհային օր։ Մենք ունենք նաեւ մարտի 30 ապիթերապևտների մեղվաբույժների միջազգային օր։ Որտեղից է գալիս այս ամենը, էլի։ Մայիսի 20-ը սլովենացի մեղվաբույժ Անտոն Յաշիի ծննդյան օրն է, որը առաջին ժամանակակից մեղվաբույժն է համարվում, ժամանակակից մեղվաբուժության հիմնադիրն է համարվում եւ սլովենացիներն առաջարկել են, որ այդ օրն ընդունեն որպես մայիսի մեղվաբուժության պաշտպանության համաշխարհային օր։ Մեղուների համաշխարհային օր ունենք։ Այո։ Շատ լավ։ Իսկ մեղուները ընդհանուր առմամբ, մենք այստեղ տաղավարում էլ ունենք մեղուներ, փաստորեն լավ էլ ակտիվ մեղուներ են։ Դուք ունեք փեթակներ, պահում եք հիմա, ասենք, զբաղվում եք մեղվաբուծությամբ, այսպես ասած։ Հա, իսկ մեղուները ինչ հիվանդություններ են ընդհանուր առմամբ բուժում։ Բացի որ նշեցիք, չէ՞, օրինակ ռևմատիզմ ասեցիք, պոդագրա ասեցիք, եւ այդ բուժումը ինչպես է իրականացվում։ Շատ լավ։ Ապիթերապիան իրականում ինքը ունի բուժման բավականին լայն սպեկտր եւ օրգանիզմի համար պրակտիկորեն անվնաս է։ Հիմնականում շատ լավ բուժման են ենթարկվում աուտոիմուն պրոցեսները, այսինքն երբ որ ինչ-ինչ արտաքին բացասական ազդակներից իմուն համակարգը գերակտիվանում է եւ փորձում է մեզ պաշտպանել, արդյունքում ինքը ոչ թե մեզ պաշտպանում է, աշխատում է օրգանիզմի օգտին, այլ սկսում է աշխատել օրգանիզմի դեմ։
Եվ այդտեղից սկսում են արդեն աուտոիմուն պրոցեսները, աուտոիմուն հոդացավեր, մկանացավեր, ցրված սկլերոզ, աուտոիմուն թիրեոիդիտ, աուտոիմուն թիրեոիդիտը նույնպես աուտոիմուն հիվանդություն է եւ բավականին էֆեկտիվ արդյունավետ աշխատում է ապիթերապիան այդ ուղղությամբ։ Զարկերակային ճնշման խնդիրներ, սիրտանոթային համակարգի խնդիրներ, կարգավորումը, որ շատ տարածված է։ Կարգավորում է զարկերակային ճնշումը, առիթմիաների ժամանակ, լավացնում է արյան կազմը, անոթների պատերի էլաստիկությունն է լավացնում, մաքրում է անոթների պատերը, խոլեստերինի հետ կապված, այո, մեղվիթույնը մաքրում է անոթների պատերը։ Լյարդի խնդիրների ժամանակ, մի խոսքով բուժման սպեկտրը բավականին լայն է, բայց նշեմ, որ իմ հիվանդները հիմնականում ողնաշարի խնդրով հիվանդներն են, ողնաշարի օստեոխոնդրոզ, պրոտրուզիա, ճողվածքներ եւ հոդացավերով հիվանդներն են։ Ունեմ նաեւ ցրված սկլերոզով հիվանդներ, իրենք իմ առաջին հիվանդներն են եղել ցրված սկլերոզով հիվանդները։ Դուք եւ մեղվաբույժ եք եւ նաեւ աշխատում եք Սևանի մեր հիվանդանոցում, ինչպես եք համատեղում, օրինակ ինչ բացահայտումներ եք արել այդ ընթացքում, էլի, ասենք ձեր պրոֆեսիան ինչ ուղղությամբ է Սևանի հիվանդանոցում եւ նաեւ դուք զբաղվում եք մեղվաբուժությամբ։ Սևանի պոլիկլինիկայում ես աշխատում եմ որպես ինֆեկցիոնիստ եւ ոչ մի առնչություն չունի ապիթերապիայի հետ, եթե անկեղծ լինեմ։ Երբեմն խորհուրդ եմ տալիս որոշ մեղվամթերքների ընդունում զուտ իրենց օրգանիզմին օգնելու համար, որովհետև եթե քիմիական պրեպարատներ ենք նշանակում օրգանիզմին, անպայման ինչ-որ օրգան համակարգ դրանից տուժում է, հատկապես լյարդը։ Դրա համար ցանկալի կլինի, որ դրան զուգահեռ կիրառել նաև ապիթերապիան, այսինքն ապիթերապիան շատ սահուն կարելի է համատեղել ապացուցողական բժշկության հետ։ Եվ լավացնում ենք ապացուցողական բժշկության արդյունքները, եւ կանխում կամ վերականգնում ենք քիմիական պրեպարատների կողմից օրգանիզմին հասցրած կողմնակի երևույթները։ Ինքը այնտեղ ցուցանիշներ կա, եթե փոփոխվում են քիմիական պրեպարատների ազդեցությամբ, կարողանում ենք ապիթերապիայի շնորհիվ վերականգնել։ Պոլիկլինիկայում ընդհանրապես ապիթերապիայի մասին խոսք չկա, չենք կիրառում, բայց ես հասկացել եմ մի բան, որ ապիթերապիան պետք է շարունակել, որտեղ ամեն օրվա աշխատանքային արդյունքում, երբ որ ես տեսնում եմ ինչքան սպասող բուժառուներ կան, ինչքան անառողջ մարդիկ կան, հիվանդ բառը ես չեմ սիրում կիրառել եւ չեմ կիրառում, որտեղ դա արդեն յետագիտակցորեն մարդուն հիվանդ է սարքում։ Ու այդ մարդիկ կան, որ ես անընդհատ իրենց տեսնում եմ պոլիկլինիկայում, այսինքն իրենք չեն լավանում։ Դեղը քիմիական պրեպարատները տվյալ պահին սիմպտոմները հանում է, բայց չի բուժում։ Իսկ սա լավագույն միջոց է նմանատիպ հիվանդությունները վերջնականապես բուժելու համար, այդպես կարելի ասել։ Հիպոկրատն ասել է, որ բժիշկը բուժում է, բնությունն առողջացնում։ Եվ դեռ Հիպոկրատը եւս մի արտահայտություն ունի, ասում է, եթե դուք հիվանդացել եք եւ ձեզ այլևս ոչինչ չի օգնում, դիմեք մեղուներին եւ նրանք ձեզ կբուժեն։ Իսկ սա ինչ է։ Դա ծաղկափոշին է։ Մեղուները բերում են փեթակ իրենց զակուկներին կերակրելու համար։ Ծաղկափոշին վիտամինների, միկրոէլեմենտների հզոր շտեմարան է հանդիսանում, կարելի է ասել բոլոր վիտամինները պարունակում է ինքը։ Եվ լինելով ուտում են ուղղակի, հա, դա ուղղակի ուտում են։ Ուղղակի ուտում են եւ պետք չի ոչինչ չարաշահել, որտեվ դեղը եւ թույնը միմյանցից տարբերում են միայն իրենց չափաբաժնով, հա։ Ճիշտ չափաբաժնի դեպքում թույնը կարող է դառնալ դեղ եւ սխալ դոզավորման դեպքում դեղը կարող է դառնալ թույն։ Ինչքան էլ արդյունավետ լինի, ամեն դեպքում պետք է չափաբաժինը պահպանել եւ ճիշտ չափաբաժնով օգտագործել։ Շատ լավ, եւ նաեւ այսպիսի մի հարց, օրինակ կան այդ մեղվաբուժության մեջ հակացություններ, որ այսինչ հիվանդության համար դա չի կարելի օրինակ։ Հա, իհարկե կան։ Ոչ միայն մեղվաբուժության մեջ, այսինքն մեղվի խայթերով բուժման մեջ հակացություններ կան նաեւ մեղվամթերքների նշանակման բուժման մեջ։ Մեղրը չի կարելի։ Հա, օրինակ մեղրը չի կարելի դիաբետիկ հիվանդներին։
լինում է, չէ՞, որ ասենք ասում են շաքարով հիվանդի համար մեղր ենք ուզում։ Մաքուր մեղր շաքարով հիվանդի համար չի կարելի, որտեղ մեղրը ինքը պարունակում է գլյուկոզա։ Մաքուր եւ ոչ մաքուր մեղրի տարբերությունը գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի հարաբերությունն է։ Մաքուր մեղրի մեջ ֆրուկտոզան ավելի բարձր է, բայց ամեն դեպքում ինքը շաքար է պարունակում, չի կարելի։ Մայրակաթը հակացուցված է Ադիսոնի հիվանդության ժամանակ, ծաղկափոշին երիկամային որոշ խնդիրների ժամանակ, որը հակացուցում է, անպայման պետք է նշանակել ցանկալի բժշկի ցուցումով, եթե կան որոշակի առողջական խնդիրներ։ Իսկ մեղվի թույնի նկատմամբ անտանելիություն։ Ասենք ես օրինակ գիտեմ մարդիկ, որ հենց մեղուն խայթի, իրան անմիջապես պետքա էզոլացնեն, հասցնեն հիվանդանոց եւ այլն շտապ օգնություն։ Կան այդպիսի մարդիկ եւ բուժումը սկսելուց առաջ անպայման դնում ենք բիոպրոբաներ, արյան ընդհանուր քննություն են հանձնում լեյկոֆորմուլայով եւ բիոպրոբաներից հետո այդ հետազոտությունը կրկնում ենք, որպեսզի հասկանանք ինչ սպասելիք ունենանք ալերգիայի հետ կապված։ Եթե ամեն ինչ հարթ է ընթանում, շարունակենք, սկսում ենք բուժումը եւ շարունակում ենք բուժումը։ Սկզբից մեկ խայթով սկսում ենք եւ աստիճանաբար խայթերի քանակն ավելացնում ենք մինչեւ 10-13 խայթ։ Այդ ամեն ինչը, եթե ասենք մարդիկ օրինակ բազմաթիվ հեռուստադիտողներ կուզենան ասենք իմանալ կամ ասենք կուզենան օգտվել այս ծառայությունից, ինչպես կարող են դիմել ձեզ, որտեղ կարող են գտնել ձեզ այդ հարցը։ Դե ինձ բոլորը գիտեն, որ ես զբաղվում եմ ապիթերապիայով։ Չէ, կան մարդիկ, որ ասենք մարզում ունեմ հիմնականում իմ մասին իմանում եմ բերանից բերան, եթե անկեղծ լինեմ, երբ որ բուժառուները սպատմում են եւ իրենք արդեն բերում են ուրիշ հիվանդների, հիմնականում բերանից բերան են իմանում իմ մասին, եւ հասնում են այն հիվանդներն, ովքեր որ երկար տարիներ բուժում են փնտրել, բայց անարդյունք։ Եվ շատ ցանկալի կլինի, երբ որ ունի մարդ խնդիր, ինքը սկզբից սկսի հետաքրքրվել բուժման ալտերնատիվ տարբերակներով, բնաբուժության տարբեր, միայն ապիթերապիան չէ, էլի բնաբուժության տարբեր մեթոդներ կա, հենց ի սկզբանե սկսի հետաքրքրվել եւ բուժվել, ոչ թե թողնի արդեն այն որ չգիտի ինչ պետք է անի, վերջին տարբերակը մնում է ապիթերապիան։ Դարձյալ դիմենք մեղուներին։ Դարձյալ դիմենք մեղուներին, այո։ Մեղուները դե շատ ջանասեր ու աշխատասեր են եւ դա երևի հենց դա է հենց նպաստում նրան, որ իրենց արտադրած այն ամեն ինչը ոնց որ շատ օգտակար է։ Այո, հազարամյակներ առաջ Հիպոկրատը ինքը երազում էր եւ ուզում էր, որ սնունդը լինի դեղ եւ դեղը լինի սնունդ։ Եվ դա ինձ թվում է ինքը հենց մեղրի համար էր ակնարկում, որը եւ սնունդ է եւ սնունդն էլ արդեն դեղ է։ Եվ իրենց դեղատոմսերում եւ Ավիցեննա, եւ Հիպոկրատը, եւ Գալենը բոլորը ունեն մեղվամթերքով դեղատոմսեր, շատ դեղատոմսեր։ Իսկ ինչքան ժամանակ է որ զբաղվում եք այս գործով։ Ես ապիթերապիայով ծանոթացել եմ 2016 թվականին, երբ ինքս եմ բուժման ելք փնտրելով հայտնվել բուժառուի կարգավիճակում, տեսնելով արդյունքները, արդյունավետությունը ինձ ոչինչ չէր մնում, որ ես ուզենայի, որ Հայաստանում նույնպես մարդիկ ունենան եւ օգտվեն։ Վերապատրաստվել եմ 2017 թվականին, մի քանի ամիս հետո Ռուսաստանում, հետո 2018 թվականից նոր սկսել եմ կիրառել որպես բուժման մեթոդ։ Առաջին հիվանդս եղել է ցրված սկլերոզով հիվանդ եւ ողնաշարի ճողվածքով հիվանդ։ 2018 թվականին արդյունքը առողջացում։ Այո, առողջացում։ Արդյունքը, որ անկողնում կանված հիվանդը մի քանի խայթից հետո ոտքի է կանգնել։ Դա ողնաշարի ճողվածքի մասին։ Ցրված սկլերոզով հիվանդը, որ ամեն 2 տարին ինքը ուներ սրացումներ, հա, ինքը պարբերաբար գալիս է ինձ մոտ եւ վիճակի բացասական դինամիկա չունենք, սրացումներ չենք ունեցել, դարձել է պրակտիկ առողջվարդ, մնացորդային երևույթները լրիվ հետ են զարգացել։ Շատ լավ։ Իսկ մի այսպիսի հարց, ո՞րն է լավ մեղրը։
որ ասում են այս մեղրը լավն է, այն մեղրը լավը չի, կամ քանի տեսակի մեղր կարող է լինել, էլի ասենք, օրինակ։ Եվ ինչից է կախված, էլի, օրինակ ասում են սա, չգիտեմ ինչ բույսի մեղր է, նա, չգիտեմ ինչ բույսի մեղր է, այդ ո՞նց է լինում, էլի։ Լավ մեղրը բազմածաղկային մեղրն է։ Հատկապես ալպիական տարածաշրջանների մեղրն է, որտեղ որ մենք գտնվում ենք։ Այո, մեր մոտ հենց ալպիական տարածաշրջանի բազմածաղկային մեղր է։ Եվ լավ մեղրը բարեխիղճ մեղվաբույծից գնաց մեղրն է։ Բարեխիղճությունը շատ լավ բան է, բայց երևի թե ըստ նախասիրության համերի, ես կասեի։ Այո, լորենի մեղրը օրինակ ավելի նուրբ համ ունի եւ աչքի խնդիրների, երիկամի խնդիրների ժամանակ ավելի հաճախ կիրառում են լորենի մեղր։ Մնացածը արդեն ըստ նախասիրության, այո։ Օրինակ միզասեռական համակարգի խնդիրների ժամանակ ավելի շատ շագանակի մեղր է օգտագործվում։ Բայց դե մենք չունենք այդ լայն ընտրության հնարավորություն Հայաստանում, ոչ առանձին լորենու մեղր ունենք, կարող է ասենք ինչ-որ մի հատված լինի, որտեղ լորենիներ կան եւ իրենց մեջ լինի նաեւ լորենու մեղր, բայց որ հենց մոնոծաղկային, հա, մի ծաղկից ստացված մեղր մենք այդպես չունենք որպես այդպեսին։ Հետո մի այսպիսի արտահայտություն կա, ասում են մեղրը սառում է։ Այդպիսի սառում է, ասենք անես։ Մեղրը չի սառում, մեղրը բյուրեղանում է եւ 10 աստիճանից ցածր ջերմաստիճանում մեղրը սկսում է բյուրեղացման process-ը։ Մեղրի բյուրեղացման process-ն է սկսում 10 աստիճանից ցածր ջերմաստիճանում։ Բայց դինում են տարիներ, կախված ծաղիկներից, օդի խոնավությունից, մեղրի չհասունացած լինելուց հնարավոր է, որ մեղրը նաեւ չբյուրեղանա։ Դե ինչ, կա ինչ-որ բան ավելացնելու, որպեսզի մեր բնակիչներն իմանան, կամ ձեր հետ կապվելու միջոց, միգուցե հեռախոսահամար, կամ Facebook-յան էջ, ձեր Facebook-յան էջը։ Ունեմ ես Facebook-յան էջ, հետ ապիթերապիայի Facebook-յան էջ, կոչվում է BBV ապիթերապի, որում BBV-ն էլ ինքը շատ ենք մտածել այդ անվան մասին, ապրիր մեղվի թռիչքով, որ մի քիչ ավելի հնչեղ լինի եւ մարդկանց ուղղորդի մեղվի թռիչքով ապրելու։ Բոլոր հիվանդությունները գալիս են մեր ենթագիտակցությունից եւ մեր խնդիրներից եւ ես իմ հիվանդներին միշտ ասում եմ, որ եթե հիվանդն ապրել է ուզում, բժշկությունն անզոր է։ Այսինքն լավ տրամադրությունը միշտ պետք է ապահովել եւ միշտ պետք է հավատալ, որ դու կարող ես բուժվել եւ ոչ միայն կարող ես բուժվել, դու անպայման բուժվելու ես։ Եթե այդ տրամադրություն լինում է, հիվանդները շատ արագ վերականգնվում են։ Դե ինչ, շնորհակալություն Ալմինեմ, ինձ մնում է միայն հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցը բժիշկ, ապիթերապևտ Ալմինե Նավասարդյանն էր Սևանից, եւ ուզում եմ ձեր ասած խոսքով ավարտեմ հաղորդումը, ապրեք մեղվի թռիչքով։ Շնորհակալություն։ Տեսություն միշտ նոր հանդիպում։